Շնորհակալություն զեկույցի համար Տիկին դատախազ։ Տեսեք շատ հաճախ հատկապես ձախ կողմում նստած մեր գործընկերները, ովքեր ինչպես միշտ ներկա չեն դալիճում, եւ սա շատ խորհրդանշական է, կարծում եմ, քանի որ կոռուպցիայի մասին այստեղ ձեր զեկույցի ընթացքում իրենց ներկայությունը կարծում եմ շահեկան դիրք չզբաղեցնելու մասին է, եւ հետ գալով իմ հարցին, տեսեք, երբ մենք խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին, բռնականցման օրենքի մասին, համակարգի ներդրման մասին ընդհանուր առմամբ, տեսեք, մենք շատ հաճախ չենք խոսում այն մասին, որ այս համակարգը բավարար չափով չենք խոսում իմ տպավորությամբ, այն մասին, որ համակարգը միտված է եւ ներդրված է ոչ միայն 2018 թվականից առաջ հնարավոր դեպքերի բացահայտմանը, այլ նաև 2018 թվականից հետո, այսինքն կարելի է ենթադրել եւ ոչ միայն ենթադրել, որ համակարգը շարունակական բնույթ ունի եւ միտված է մշտապես ուշադրության կենտրոնում պահել այս երևույթները, եւ հենց այս համատեքստում խնդրում եմ, եթե ձեր ձեռքի տակ կան տվյալներ, այն кейսերը բոլոր, որոնք բացահայտվել են 2018 թվականից հետո, հնարավոր դեպքերը խնդրում եմ ներկայացնել, եւ կամ թվային ցուցանիշ կամ գույքային ցուցանիշ ներկայացնել, խնդրում եմ, կանդրադառնամ երկրորդ կտորին նաեւ։ Շնորհակալություն Տիկին Ազարյան, քանի որ համակարգը կոռուպցիայի դեմ պայքարը ինքը համակարգային հիմքերի վրա է դրված, մենք հատուկ վիճակագրություն չենք վարում ժամանակահատվածի տարանջատմամբ։ Այսինքն մեզ լրացուցիչ աշխատանք է պահանջվելու, եթե մեզ հարցումը գրավորել ուղարկեք, կարող ենք նշել, թե ինչ ժամանակահատվածում ինչ կոռուպցիոն եւ դրանից բխող արդեն ապօրինի գույքի եւ պետական շահերի պաշտպանության հայցեր ենք ներկայացրել, բայց իմ կարծիքով այստեղ դրա վրա կենտրոնանալը մեզ սխալ ուղղությամբ է տանելու, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային հիմքերի վրա դնելու հենց ազգային ժողովի նկատառումը եւ հանձնառությունը նպատակ ուներ չտարանջատել ըստ ժամանակահատվածների կոռուպցիայի դեմ պայքարը։ Մենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ հարակից ինստիտուտների շրջանակներում ես ներկայացրեցի եւ պետական շահերը, ներկայացրեցի քրեական վարույթները, միջդատական վարույթը, դատական վարույթը, զինվորական ոլորտը, դատախազների միջնորդագրերը, ունենք ինչպես տվյալ 18 թվականից հետո պաշտոն զբաղեցրած անձանց կոռուպցիոն արարքներից բխող, այնպես էլ մինչև 18 թվականը պաշտոն զբաղեցրած անձանց կոռուպցիոն արարքներից բխող վերականգնումներ, օրինակ նույն հաղորդման մեջ ներկայացված գույքեր կան պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերադարձված, որոնք 18 թվականից հետո գործող պաշտոնատար անձանց հետ են փոխկապակցվում եւ այստեղ որևէ ընտրողաբար վերաբերմունք չի կարող լինել։ Եվ եթե լինի, այսա կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությունը խաթարող առաջին իսկ ազդակն է։ Դրա համար ինչի եմ սենց մանրամասն ասում, որ հասկանալի լինի, թե ինչի մենք չենք տարանջատում եւ ճիշտ էլ չենք համարում տարանջատումը։ Մենք ներկայացնում ենք կոնկրետ ժամանակահատվածի համար ապօրինի գույքով եւ հարակից ինստիտուտներով վերականգնված վնասը։ Ձեր թույլտվությամբ պատասխանելով ձեր հարցին անդրադառնամ նաեւ ինչի եմ ասում հարակից ինստիտուտ։ Մենք անդադ կենտրոնանում ենք միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի վրա, բայց ես իմ զեկույցում առանձին բաժիններով ձեր ուշադրությանն եմ ներկայացրել նաեւ պետական շահերի պաշտպանությունը, 23 թվականից վերսկսված համայնքային շահերի պաշտպանությունը, միջդատական վարույթում վերականգնումները եւ դատարաններում վերականգնումները այդ թվում հաշտություններով, ինչպես նաև դատախազների միջնորդագրերի հիման վրա վերականգնվող դրամական միջոցները, դրանք փոքր դրամական միջոցներ եւ գույքային արժեքներ չեն։ Երբ որ մենք ասում ենք ապօրինի գույքի վերադարձ, ես կխնդրեմ, որ դուք ուշադրություն դարձնեք, որ սա այս ամբողջ գործընթացի մասին է եւ չի կարելի իրան տարանջատել։ Օրինակ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքը կամ միայն համայնքային շահերի պաշտպանությունը։ Դրա համար մենք չունենք այդ վիճակագրությունը եւ չենք վարում ու չենք խրախուսում այդ վիճակագրության վարումը եւ յուրաքանչյուր դեպքում ներկայացնում ենք ըստ մեր գործառույթների վերականգնված դրամական միջոցներն ու գույքերը եւ վերջում նաեւ հանրագումարը, որը արված է ինչպես իմ ելույթում, այնպես էլ հաղորդման մեջ հուսամ կարողացա պատասխանել ձեր հարցին։ Արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Պատասխանից կարելի է ենթադրել կամ արձանագրել, որ այո, տարանջատում կամ խզում չկա այս երկու ժամանակաշրջանների, ժամանակահատվածների միջև եւ իսկապես համակարգը միտված է եւ առաջ եւ հետո բուն
նպատակին ծառայել եւ տեսեք, քանի որ մենք ունենք մի իրավիճակ ստեղծված, երբ տարբեր պաշտոններին հավակնող, քաղաքական գործիչներ անթաքույց տեսախցիկների առաջ նշում են, որ այս համակարգը ստեղծվել, ներդրվել է այն նպատակով, որպեսզի իրենց գույքերը խլենք եւ իրենք զբաղված էին իրենց անձնական կյանքով եւ մենք դրթում ենք, մղում ենք իրենց հետ գալ քաղաքականություն եւ փրկել, այսինքն փրկող միակ գործիքը դառնում է հետ գալ քաղաքական ասպարեզ։ Եվ ես շնորհակալ եմ եւս մեկ անգամ այս ամբիոնը օգտագործելով մեր հայրենագիցներին ուղարկենք մենք այդ մեսիջը, որ համակարգը չի ճանաչում ոչ կուսակցություն, ոչ քաղաքական ուժեր, ոչ ժամանակաշրջան, ոչ որևէ տարեթիվ։ Շնորհակալ եմ։ Կարճ ուղղակի նշեմ ոչ քաղաքական մասի հետ կապված, մենք վարույթների իմաստով չենք կարող նույնիսկ տարանջատում ունենալ, որովհետև կոռուպցիոն երևույթներ կան, որոնք սկսվել են 2006 թվականից եւ դեռ չեն ավարտվել 2025 թվականին, ինչու, որովհետև մենք փողերի լվացման գործընթաց ենք քննում։ Երբ որ նախորդ իմ ազգային ժողով գալու շրջանակներում քննարկում ենք փողերի լվացման հանցակազմը, ես առիթն օգտագործեցի, ասի, որ դա շերտերա, որը ստեղծում է անձը գույքի ծագման եւ հետագայում ներկայացված գույքի միջև եւ մենք այս շերտերը բացահայտելով շատ հաճախ այլ ժամանակագրական տարբերություններ չենք անում։ Պատասխանելով Տիկին Հակոբյանի հարցին, ես նշեցի, որ մենք ունենք որոշակի պաշտոնյաների վերաբերյալ մինչ օրս բանկային տրանզակցիաների վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք դեռևս վերաբերում են այն գույքերին, որոնք մեզ մոտ քրեական վարույթի առարկաներ են եւ բնականաբար մենք չենք կարող տարանջատել ժամանակահատվածներից ելնելով եւ համակարգը ինքնաշխատ է, ինքը չի ենթադրում որևէ ժամանակահատված։ Կա կոռուպցիոն երևույթը, ապօրինի գույքի ուսումնասիրությունը, պետշահերի պաշտպանությունը ավտոնոմ շարունակվում են իրար հետ։